Մեծարգո պարոն վարչապետ, վերջերս հրապարակեցիք իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որտեղ շատ մանրամասն անդրադառնում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրական կարիքներին, իրական խնդիրներին, երբեմն տեղ-տեղ նույնիսկ գուցե ավելի մանրամասն, քան դա սովորաբար ընդունված է գաղափարախոսական տեքստերում, փաստաթղթերում։ Դուք նաև բաց հրավեր եք արել քաղաքացիներին հանդիպման այդ առաջարկներ ներկայացնելու նաև, ինչպես նաև պատրաստակամություն եք հայտնել ինքներդ հանդիպելու տեղերում։ Ես ուզում եմ իմանալ ինչպիսի արձագանք է գտել այս նախագիծը, ինչ առաջարկներ են եղել կամ արդյոք արդեն հանդիպումներ եղել են, եւ որ ամենակարևորն է, կուզեի նաև հանրությանը տեղեկացնեք, թե ինչու է կարևոր քաղաքացիների մասնակցությունը այս նախագծի մշակման, զարգացման փուլում եւ ինչ ենք մենք ակնկալում այս ամբողջ գործընթացից։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան հարցի համար։ Մենք արդեն մի քանի 100 քաղաքացիներից հայտեր ենք ստացել հանդիպումների եւ իմ պլանը հետեւյալն է, որ մենք հիմա արդեն, եթե չեմ սխալվում, հաջորդ չորեքշաբթի օրը, քանի որ ազգային ժողովի հարց ու պատասխանից ազատ ենք այդ օրը, այսինքն այն օրերը, որ ազգային ժողովի հարց ու պատասխան չկա, այդ չորեքշաբթիները մենք քաղաքացիների հետ կառավարության նիստերի, վերջը մեր հրավերով մենք կգնանք, իսկ մարզային այցերը հիմնական ոչ աշխատանքային օրերին, եւ իմիջայլոց առաջինը մի քիչ ոչ այս թեմայի հետ, մի քիչ այլ թեմայի հետ ուսանողների խումբ էր ցանկացել հանդիպել եւ շաբաթ օրը խմբի հետ եմ հանդիպելու, բայց մի քիչ իրենց նախաձեռնությունը ոնց որ թե ավելի շուտ էր, նույնիսկ վստահ չեմ, դա իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի հետ էր կապված, թե դրանից առաջվա նախաձեռնություններ, բայց այս պահին արդեն տեսանելի բոլոր չորեքշաբթիները նշանակված են հանդիպումներ եւ նաեւ մարզային հանդիպումների գրաֆիկը նույնպես ճշգրտվում է եւ հա այսպեսի մի նրբություն կար, որովհետեւ քաղաքացիները այնտեղ հետեւյալն էր, ես ասել եի եթե խմբեր ձևավորեք 20-30 հոգանոց կհրավիրենք, եթե 70 եւ ավելի խումբ ձևավորեք, ձեր ասած կգանք ձեր բնակավայրում կհանդիպեմ։ Հիմա քաղաքացիները շատ գրում են, ասում են, դե խումբ ձևավորել դժվար է, մենք որպես անհատ ենք ուզում մասնակցենք, էլի մենք խնդիր չենք տեսնում եւ նաեւ պատրաստվում է առաջիկա օրերին իմ էջում Facebook-յան դրա մասին գրառում անեմ, շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեցինք, որ այն քաղաքացիները, ովքեր ուղղակի ուզում են որպես անհատ իրենք մասնակցեն, իրենք էլի այդ նույն էլեկտրոնային փոստով Real Armenia, Շնիկ, Gov.am էլեկտրոնային հասցեով ուղարկեն իրենց անունները, այսինքն մենք հերթով ուղղակի իրանք անծանոթ միջավայրում կլինեն, խմբի գաղափարը դրանում են, չնայած խմբերից էլ արդեն ունենք որոշակի հայտեր, ես այսօր առավոտ եմ հետաքրքրվել եւ գիտեմ, որ առաջիկա մի քանի չորեքշաբթի օրերի համար արդեն հանդիպում նշանակված է, առաջիկա շաբաթ օրվա համար էլ է հանդիպում նշանակված, մյուս շաբաթ օրվա հետ մյուս շաբաթ օրը ուրիշ ֆորմատի, ուրիշ թեմայով է հանդիպում նշանակված քաղաքացիների հետ, այնպես որ շատ ինտենսիվ է լինելու առաջիկայում այդ շփումները եւ իհարկե եւ պլանը նաեւ այն է, որ եւ կառավարության գործունեության գծով եւ կուսակցության գործունեության գծով եւ իրական Հայաստանի գաղափարախոսության գծով մարզային այցերը փորձենք համադրել, որպեսզի ճանապարհների վրա հնարավորինս քիչ ժամանակ ծախսենք։ Արձագանք Տիկին Բաթոյան։ Եվ պարոն վարչապետ, կխնդրեմ բովանդակային մասին անդրադառնալ, թե ինչու է կարևոր քաղաքացիների մասնակցությունը այս փաստաթղթի ձևավորման գործընթացին եւ մենք ինչ ենք ակնկալում եւ հատկապես որքանով է դա առնչվելու մեր կուսակցության հետագա ծրագրերի առաջիկա ընտրությունների հետ նաեւ։ Շնորհակալ եմ Տիկին Բաթոյան, չափազանց կարևոր հարց է, ինչ իմաստով է կարևոր։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք բոլորս եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցանկացած
պահի իրենք իմանան ի վերջո մենք ինչ նախագիծ ենք իրականացնում։ Ես նախկինում էլ Հայաստանի հետ կապված, երբ որ տարբեր վերլուծություններ եմ արել եւ վարչապետ եղած ժամանակ, եւ պատգամավոր եղած ժամանակ, եւ լրագրող եղած ժամանակ, ես մի այսպիսի առանձնահատկություն եմ միշտ բարձրացրել, ասել եմ, տեսեք, 1991 թվականին մենք անկախություն հռչակեցինք, բայց այդքան էլ հստակ չէր, լավ ապագայում նախագիծը որն է, որը մենք իրականացնում ենք։ Ինքը ասել, որ նախագծի էլեմենտներ չկային, ճիշտ չի, բայց ամբողջական նախագիծ չունեինք մենք։ Մենք օրինակ 1991 թվականին չենք ձևակերպել 2020 թվականին, 2018 թվականին, 2015 թվականին Հայաստանը ինչ պետք է արնի, ինչ պետք է ներկայացնի, այսինքն մեր առաջադրած խնդիրը որն է։ Այս համատեքստում է, որ ձևավորվեց Հայաստանի մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությունը, բայց հետագա իրադարձությունները նաև մեզ ցույց տվեցին, որ շատ կարևոր է, որ քաղաքացին լինի պայմանավորվածություն ապագայի նախագծի շուրջ, որը նաև այսօրվա նախագիծն է, շատ կարևոր է, որտեղ էլ կա, որ մենք ասում ենք, հա դե ապագայի նախագիծն է, լավ դե մի 20 տարի կսպասենք, այն վերջին 10 տարում ցանկացած ապագայի նախագիծ ինքը իմաստ ունի, եթե ինքը այսօրվա նախագիծն է։ Ապագան ոչ թե հեռու մի բան է, նպատակակետ է, ապագան շարունակականության երաշխիքն է, բայց ինքը այսօր պետք է սկսի։ Եվ այդ առումով եւ շատ կարեւոր է, որ ի վերջո պետությունը եւ պետությունում հաստատված իրավակարգը ցանկացած քաղաքացի ինքը ընկալի որպես իր եւ ուրիշների ձեռք բերված պայմանավորվածության արդյունք։ Ես օրինակ շատ եմ մտածում, բաներ կա, որ այս դահլիճում եւ քննարկում ենք եւ այս դահլիճից դուրս դահլիճից դուրս ես շատ հարցեր կան, որ ինձ համար այդքան էլ պարզ չի, թե ինչու ենք մենք այդպես արձագանքում, մենք ասելով նկատի ունեմ քաղաքացիները, եւ շատ դեպքերում իմ եզրակացությունն է նա, որ դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հաստատված իրավակարգը օրգանական կապ չունի մեզ հետ։ Մենք դա չենք համարում մերը։ Շնորհակալ։